փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ։ Պարոն Աշոտյան, մի կողմում դատավարություններ են, դրսում արտաքին մարտահրավերներ ու ռիսկեր, ներսում տարբեր ուժեր պատրաստվում են ընտրություններին։ Այս բեռով ընտրությունների գնալը ինչ հեռանկար է բացում ընդդիմության համար։ Շնորհակալ եմ նախ հարցերի համար, ուզում եմ առիթից օգտվել եւ նախ եւ առաջ անվերապահ ամերաշխությունը հայտնել Դավիթին Ամբարձումյան եւ բոլոր քաղբանտարկյալներին, որ այսօր այս կամ այն խափանման միջոցի ներքո ենթարկվում են քաղաքական հետապնդումներին, հատկապես ուզում եմ շեշտել բոլոր սրբազաններին եւ մասնավորապես դեռևս բանտային կալանքում մնացած Բագրատ սրբազանին, մյուս սրբազաններին եւս իրենց սահմանափակումներով անդերձ համարում եմ բացահայտ խղճի բանտարկյալներ։ Իդեպ պատահական չէր, որ երեք ԱՄՆ կրոնական ազատությունների միջազգային հարցերով զեկույցում Հայաստանի հետ կապված բավականին երկիմաստ։ Իհարկե լավ կլիներ ամեն ինչ միանշանակ գրվեր, բայց սա նույնպես տեղաշարժ է իրականության մեջ, հաշվի առնելով, որ հատկապես արևմտյան ամերիկյան կառույցները երկար ժամանակ աչք էին թեքում իրականությունից։ Երևի թե փոխնախագահ Վենսի այցը այնուհանդերձ որոշակի դաշտային աշխատանք իրավիճակը ուսումնասիրելու եւ հասկանալու այդ գործին ծառայել է եւ այդ զեկույցում տեղ գտած բնորոշումները, օրինակ երեք լավ դա չտարածվեց մամուլում, առաջին անգամ էր, որ ամերիկյան նման կառույց գրում է, որ արդյոք սրբազանների նկատմամբ հետապնդումները քաղաքական են թե կրիմինալ, դա իհարկե քննարկման թեմա է։ Ակնհայտ նման ձևակերպում առաջ չկար, հիշում ենք, որ ուրիշ բաներ էին ասում, այդ թվում ԵԽԽՎ մոնիտորինգային զեկույցում եւ այլն։ Այս իրականության երկու զուգահեռ է, տեսեք, այսօր դուք այստեղ եք, ես ձեզ հետ միասին դահլիճում Դավիթն է իր անհեթեթ մեղադրանքներով, իրեն ուղղված անհեթեթ մեղադրանքներով զուգահեռ հենց հիմա Նիկոլը Ստրասբուրգում Եվրոպարլամենտի շենքում ճոռոմա բանելու է Democracy, Human Rights-ի եւ իր վատ անգլերենով արտացոլվող մնացած անգիր արած մի քանի տերմինների մասին ու եվրոպացի մի շարք ոգևորված ջաջեր ու ծոցեր աչքները լցնելու են, ասեն էլ չասեն, ինչ են ասելու, բայց ես դες ասեմ, որ արևմուտքում ոչ բոլորն են այդպես մտածում, ինչպես վաճառում են, այդ կարտինկաները, այդ պատկերները, այդ բաները, ես կարող եմ կռահել այսօր ինչա լինելու, թեպետ ես զուգահեռ կգնամ կլսեմ ինչա խոսում իրականում, այս երկու Հայաստանների, մեկը հորինված Հայաստանի, այն Հայաստանի, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է երկրից դուրս ներկայացնել որպես ժողովրդավարության կղզյակ, այնինչ ես օրինակ անհամբեր սպասում եմ հեսա մի քանի օրից լույս կտեսնի Էկոնոմիստի ամսագրի տարեկան շատ հեղինակավոր ժողովրդավարության ցուցիչի զեկույցը, կտեսնենք այնտեղ ինչ է գրած, նախորդ տարիներում բաց գրած էր, որ սա հիբրիդային ռեժիմ է, չի կարա հիբրիդային ռեժիմը լինի ժողովրդավար, դիտում չի գրած, որ վատ ժողովրդավարություն է, գրած է տուպը հիբրիդային ռեժիմ, հիբրիդ, այն հիբրիդային պատերազմ, որ ասում են, հիմնականում հենց Նիկոլն է այդ հիբրիդային պատերազմի մարմնավորումը, հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմ։ Վերադառնանք բուն հարցին, կարոտել եմ ձեզ, թող երկար խոսում եմ։ Վերադառնանք բուն հարցին, իհարկե Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հայտարարությունը այդ բոլոր մտահոգությունների մասին է եւ այդ մտահոգությունների համատեքստում լավագույն եւ ամենաէֆեկտիվ լուծումը գտնելու ցանկության մասին է։ Ակնհայտ է 100 անգամ բացատրել ենք ու չենք ստացել որևէ կոնտր հիմնավորված արգումենտ, առայն որ անգամ եթե մարդիկ ուժեր փորձում են ընտրություններով հաղթել Նիկոլ Փաշինյանին, այդ ընտրությունների արդյունքները չեն կարող բավարար լինել, եթե չկա փողոցային ճնշում, որովհետև բռնապետերին, իսկ բոլորն ասում են, որ Նիկոլը բռնապետ է, եթե կա անդիմադիր ուժ, որը չի ասում, որ Նիկոլը բռնապետ է, ես պետք է հարցնեմ իրանք անդիմադիր են, թե չէ, որովհետև չկա այդպիսի գետ մեկ ուժ, որի առաջնորդներից, ղեկավարներից ակտիվ քաղաքական գործունեություն ծավալած դեմքերից չլինեն քաղբանտարկյալներ, նախկինում, այսօր եւ վստահ եմ նաեւ վաղը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ընտրությունները կեղծում է հնդածս, մենք տեսնում ենք on-line ռեժիմում կեղծվող ընտրություններ, որովհետեւ վարչական ռեսուրսի օգտագործումով գնալ ներկուսակցական քարոզարշավի անվան տակ անել քարոզչություն, դա ընտրությունների կեղծիք է։ Ես հիշում եմ մի անգամ Սերժ Սարգսյանը նախընտրական ժամանակահատվածում ուրբաթ էր 6-ից հետո, թե շաբաթ էր, ոչ աշխատանքային ժամ էր,
որ մի 5-6 շարաս մեքենաներից բաղկացած շարասում տեղ էր գնացել։ ԱՄՆ եւ Եվրոմիության այդ պահի դեսպանները մարմնի մաս չէր մնացել իրանց վրա, որ չճղեին, որ չասեին, որ սա վարչական ռեսուրսի շահագործում է։ Ես դες 100%-անոց ինֆո եմ տալիս։ Իսկ այսօր, երբ որ շաբաթ-կիրակի օրերով վերցնում են հազարավոր ախրանաներ, պետական միջոցներով շրջում են, պետական հասարակական քարոզչական միջոցով, ինչպեսին համեկը պետք է լիներ, լուսաբանում են, երբ որ ակնհայտ կուսակցության արշավը արվում է պետական միջոցներով։ Էլ որն է կեղծիքը, եթե դա կեղծիք չի։ Էլ չասեմ, այս դատավարությունների մասին ընտրական օրենսգիրքը առանց համաձայնության հնդածս փոխելու մասին, դիտորդների ֆունկցիաները սահմանափակելու մասին, կեղծաթոշակ, կհնով այն ինչ լավ է դա իմ օրոք չէ, իրա բարձրագույցունձը, իմ նախարեղած օրոք չէ, չէ, ես էլի տենց ամոթալի շրջանավարտներ ունեցել եմ իմ նախավորության օրոք, բայց լավ է ես դրա դիպլոմ ստանալու հետ որևէ կապ չունեմ, փառք Տիրոջը։ Ինչ քննարկումներ Մեր ընտրական համակարգի որակը ասել է նրան, որ 4-րդ հայկական ժամանակում կար պահ, որ միակ լավագույն ֆունկցիա, որ այդ մարդը կատարում էր ինչ-որ լամաջո եւ չեբուրեկի բերելն էր խմբագրություն, այդ մարդը ԿՀ-ի է, խանգարում ես, այդ մարդը ԿՀ-ի է այսօր ղեկավարում։ Դա տենց մի հատ անեկդոտ կա, կոչվում է ֆիասկո, ես մի քիչ խուժանական է, հետո կպատմեմ եթերից։ Իմպիչմենտից ինչ կպատմի։ Իմպիչմենտը խուժանական հնչում է, բայց բացարձակ խուժանական չի, շատ գործնական մեխանիզմ է, որը առնվազն Բայլակ ջան, առնվազն թույլ է տալիս, այս դառը իրականությունից է, որ ժպտում ենք ու փորձում ենք մի քիչ ջրիկացնել, նոսրացնել այն ծանրությունը, որը կա երկրի հետ կապված այդ նստվածքը տարալուծել։ Սա մեխանիզմ է, որ առնվազն թույլ է տալու ապահովել փողոցային ճնշում։ Իսկ գիտեք, ես վստահ եմ, պաշտոնապես ոչ ոք, բայց մենք չենք հիասթափվել, չենք հուսահատում, կան քաղաքական ուժեր, որոնք փոխանակ կոնտենտ քննարկեն, շարունակում են, չգիտեմ, խայթոցներ հանրապետականի հասցեին։ Ուզում եմ մի բան բացատրել, ոչ մեկին թուրիմացիան մեջ չգցի այն բանը, որ մենք դեռ չենք որոշել մասնակցենք ընտրությունը։ Բացատրեմ խի, շատ ազնիվ։ Եթե մենք մասնակցենք ընտրություններին, ապա այդ ընդդիմադիրներին էլ ավելի ամոթ է լինելու ողջ ընտրաշավի ժամանակ։ Իսկ եթե մենք ինչու, որովհետև պարզ է, եթե այդ խոսույթով են գալու ընտրական գործընթացների մեջ, այսինքն Նիկոլին քլնգելու փոխարեն իրանց եւ մեր ռեսուրսները Նիկոլի վրա էտիչեցնելու են դեպի հանրապետական ու մենք ստիպած պատասխանենք մի 25-30%-ով եթերաժամանակ կորցնենք, ռեսուրսներ կորցնենք եւ այլն, այդ նշանակում է Նիկոլի համար են անում։ Բոլոր են ընտրական գործընթացի մեջ եղած ընդդիմադիր ուժերը, որոնք հիմիկվանից ընտրարշավը ներառյալ փորձելու են թիրախավորել հանրապետականին, Նիկոլի դեմ չեն պայքարում, որովհետև իրանց եւ մեր ռեսուրսի մի մասը իջացնում են Նիկոլի վրա։ Երկրորդը, եթե մենք չմասնակցենք ընտրություններին, ապա вообще բռնվենք, որովհետև մենք եթե չենք մասնակցելու ընտրություններին, նշանակում է ունենալու ենք շատ ավելի մեծ ժամանակ այդ բոլոր ընդդիմադիր գործիչներին, որոնք իրենց մաշված քոքահան եղած վարկանիշները փորձում են մի քիչ, այսպես ասած, երկրորդ կյանք տալ հանրապետականին քլնգելով կամ խայթելով եւ այլն, պարզապես, չգիտեմ, հաշվարկը որն է իրանց։ Ես հասկանում եմ, ձեներ են կորցրել, բոլոր սոցհարցումները դա են ցույց տալի, որ ձեն են կորցրել, փորձում են ձեն բերել նորից։ Մեր ձեները մերն են։ Մեր ընտրողը շատ հավատարիմ ընտրող է։ Այսքանից հետո 7 տարի հետո հանրապետական համակրող, հանրապետական սիրող քաղաքացուն ոչ մի բանով էլ չես կարող խաբես։ Դիմադիրների դիմակները պատրելով ստանալ։ Չէ, եթե մենք չմասնակցենք ընտրության, մենք մեկ է եւ դրա մասին խոսվելու է գալիք համագումարում, մենք օգտակար ենք լինելու իրական ընդդիմության գործին Փաշինյանին գահանքեց անելու։ Ինչ գործիքակազմով համագումարին այդ տարբերակները նույնպես կառաջարկվեն։ Եթե մասնակցենք ընտրության, բնականաբար գործիքակազմը արդեն հասկանալի է ինչպիսին է։ Ուզում եմ ասել, հարգելի ոչ երբեմն ոչ այնքան սիրելի, որպես կանոն անցյալում, ընդդիմադիր գործընկերներ, խնդրում եմ ձեզ, մեզանից հեռու մնացեք, մեզ կպնելը ձեզ ձեռ չի տալիս, որովհետև մեր պատասխանները ձեզ էլ ավելի են մաշացնում։ Եվ երկրորդը դուք խանգարում եք մեր եւ հուսով եմ նաեւ ձեր իրական գործին Նիկոլ Փաշինյանից ազատվելու, յան տվեք մեզանից։
Այսինքն այդ արդեն փսիխոզ է որոշ մարդկանց մոտ, պարզապես փսիխոզ է։ Վերադառնանք բուն հարցին։ Ես վստահ եմ, որ այդ մարդիկ բոլոր ընդդիմադիր ուժերում կա ըմբռնում առայն, որ Նիկոլ Փաշինյանի հետ կապված ընտրական մենամարտում հայտնվելը լրջագույն ռիսկ է։ Ռիսկ է այն բանի համար, որ Նիկոլը այս օրինակ 1000 անգամ բերել է։ Գլադիատորն առաջի են լավը։ Կինոն բոլորը տեսել եք, չէ՞։ Այդ որ իմպերատորը իջնում է Մաքսիմուսի մոտ, իբր հաջորդ օրը կռվից առաջ գրկում է ու հետևից դաշույնով խրում է։ Ու տենց վիրավորին այդ Մաքսիմուսին բերում են Կոլիզեի, մեկը էլի իմպերատորը կայսրը սպանվում է, բայց այդ Մաքսիմուսն էլ է մեռնում։ Ուզում եմ ասեմ, Նիկոլի ընտրությունները այդ նույն օրինակն են, ինքը ընդդիմությանը դաշույնով բոլորին խփում է։ Մեզը տենց խփած, քաղբանտարկյալ ընկերներով, եկեղեցու ճնշումներով, ընտրակաշառքով ակնհայտ, որ ինձ առամը պետ բյուջեն, վարչական ռեսուրսի չարաշահմամբ, ինքը գնում է այդ դաշույնահարված ընտրությունների։ Եթե մենք ուզում ենք, իսկ մենք ուզում ենք հաղթել այս ընտրություններում, մենք ուզում ենք հաղթել միջև ընտրությունները, մենք ուզում ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չլինի երկրի վարչապետ, իմպիչմենտի գործիքը առնվազն, տեսեք, չեմ ասում, Աստվածտա հաջողությամբ փսակվի ԱԺ-ում քվեարկությամբ, բայց իմպիչմենտի գործիքը նաև հնարավորություն է մոբիլիզացնել մարդկային ռեսուրս, որը պետք է գալու անգամ ընտրությունների մասնակցելու պարագայում, մեզանից միջև ընդդիմադիր բաներ, առաջնորդներ, այդքան էլ ճիշտ։ Վերջ, շնորհակալ եմ։ Այդ անեկդոտը կպահեք, որ հետո